Օրինագծով առաջարկվում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը եւ էականորեն պարզեցնել դրանք։ Ազգային ժողովում քննարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը, որը ի թիվս այլնի նաեւ անդրադառնում է ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգին։ Ես ուզում եմ շեշտադրումները հիմնական փոփոխությունների մասով անեմ։ Առաջինը նախալրացման ինստիտուտն է ներդրվում, ինչը այն ենթադրում, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մուտք չեն գործի եւ չեն լրացնի ինքնուրույն հայտարարագիր, պետեկամուտների կոմիտեն իր ունեցած տեղեկատվական բազայի հիման վրա կգեներացնի այդ հայտարարագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար եւ այն դեպքերում, եթե քաղաքացիները մուտք չեն գործի համակարգ եւ ինքնուրույն չեն լրացնի, չեն մուտքագրի իրենց տվյալները, ըստ էության հարկային մարմնի կողմից գեներացրած համակարգը կհամարվի տվյալ ֆիզիկական անձի հայտարարագիրը։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։